Շատ լավ, եւ մայիսի 9-ին Նիկոլը լինելու է Մոսկվայում, ինչ այդ ինքը Տալինում էր, գիտեք, գնաց են հուշահամալիրում ծաղիկներ դրեց, ովքեր որ այսպես ասած դուժել էին կոմունիզմից եւ այլն, շարունակում է մի կողմից այսպես ասած Էրդողանյան թեզերը շատ ակտիվ առաջ տանել եւ արևմուտքի գաղափարախոսությունը առաջ տանել կամ մոտեցումները մյուս կողմից գնում է Մոսկվա։ Ինչ է ընդհանրապես իրեն սպասվում, ինչ վիճակում է։ Հայաստանում էլ տեսնում ենք շատ ջղագրգիռ վիճակներ, ակնհայտ է որ թիմին հրահանգ է տրված նաև գործել բազուկներով, գիտեք, որ ինչ է տեղ ունեցել Թաղապետարանում եւ սա առաջին դեպքը չի, ուղղակի վայրի կերպով հարձակվում եւ ծեծուջարդ, այսպիսի հիստերիկ վիճակների մեջ են։ Արդյոք շատ տխուր վիճակում է եւ Էրդողանը չի կարողանա իրեն փրկել։ Հենց թվում է որ իհարկե ջրածգային քայլերը անում Փաշինյանը եւ հասկանալի է այսպես լինելով սալի ու մուրճի արանքում նա փորձում է իրեն համար հարմար տեղ գտնել եւ փորձում է նորից ինչպես իրեն է թվում երևի բոլորին խաբել որ բոլորի հետ ինչ որ փորձել մանիպուլյացիաներ անել եւ այլն բայց կա մի ռուսական լավ խոսք, որը գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց ինձ թվում է այս դեպքին շատ համեմատ է եւ ասեմ ներողություն խնդրելով քո լսողներից, այսպեսի մի խոսք կա, երբ որ մեկին ուզում են ասել, որ ինքը շատ կասկածելի քայլեր է կատարում եւ այդ ամեն ինչը բոլորի համար բարձ է եւ հասկանալի ասում են մելքը պլավեր ժոպը видно շատ ներողություն եմ խնդրում այսինքն դու կարծում ես որ դու բոլորին խաբում ես ոչ մեկին էլ չես խաբում բոլորը քեզ տեսնում են դու մերկ ես այդ մերկությունը բացահայտ է դարձել արդեն վաղուց ինձ թվում է եւ իհարկե ես կարծում եմ որ այդպիսի քաղաքական գործիչները ոչ միայն կամ լավ վախճան չեն ունենում։ Եվ վերջին հարցը համառոտ, խնդրում եմ, եթե հնարավոր արձագանքեք, ասում են, այսինքն ռուսական մամուլում եղավ դա, որ կուրատորը, այսպես ասած Հայաստանով զբաղվող Ռուսաստանի Դաշնությունից փոխվել է, հիմա Կիրիենկոն է դա ինչ որ բան կփոխի, թե այն ամեն ինչ պետք է սպասել ներսից Հայաստանից։ Իհարկե հիմնական քայլերը պետք է լինեն Հայաստանում, բայց դրա հետ միասին չեմ կարող չհաստատել, որ իհարկե Կիրիենկոյի մասին քաղաքական դաշտում նրա մուտքը եւ նրա քայլերը վերջին մի քանի տարիների ընթացքում ցույց են տվել, որ նա ունի շատ ուժեղ կազմակերպչական ունակություններ եւ փաստորեն դեռևս մի դեպք չի եղել, որպեսզի նրա առաջ դնեն ինչ-որ խնդիրներ եւ նա չլուծի այդ խնդիրները։ Իմիջիալոց ամենավերջինը որ կասեմ, ինձ օրինակ Աբխազիայի այսօրվա ղեկավարությունը եւ նախկին ղեկավարության մասնակիցներն ասացին, որ երբ որ կուրատորը փոխվեց Աբխազիայի, նրանք նոր հասկացան, որ իսկապես եւ ռեսուրսային իմաստով եւ կազմակերպչական իմաստով եւ մամուլի ասենք միջոցների կազմակերպման իմաստով եւ ֆինանսական իմաստով մեծ բարեփոխություններ տեղի ունեցան եւ վերջնականորեն երևի բացառված չի որ հենց դա է պատճառը որ Աբխազիայով այն ուժերը որոնք առողջ ուժերը կարելի է այդպես ասել որոնք կողմ են ռուս աբխազական հարաբերությունների պոզիտիվ զարգացմանը նրանք տարան փայլուն հաղթանակ Եվ այսպեսի բան են ասում որ Նիկոլի տերերը վաղուց արդեն հեռացել են կամ հեռացման ճանապարհին են բայց ինքը դեռ շարունակում է կարճած մնալ իրենցից թե նոր տերեր է գտել Չէ ինքը այստեղ տերերը գտնելը դաժե վերջնական իմաստով
ես մի անգամ այդ մասին ասել եմ, մի անգամ երկար տարիներ առաջ, երբ որ Լևոնեն տանը մենք քայլում էինք այդ սև տան բակում, եւ ասում ենք այն մասին, որ գուցե դրսից ինչ որ ցանկություններ կլինի սրան կամ նրան բերելու եւ դարձնելու Հայաստանի ղեկավար։ Նա ինձ մեծ շատ իմաստուն խոսք ասաց, որը իհարկե ինձ համար էլ հասկանալի էր, բայց ինձ համար հետաքրքիր էր, որ ինքը շատ ցայտուն դա ձևակերպեց։ Ասաց Անդրանիկ, այ տեսնում ես, եթե երկնքից Աստված ներգա եւ փորձի այստեղ որևէ մեկին դնի ղեկավար Հայաստանի, եթե ներսում դրա համար անհրաժեշտ պայմաններ չլինեն, դա չլինելու բան է։ Այնպես որ այդ իմաստով կարևոր բան ասեցիք եւ նաեւ կարևոր բան ընդդիմությանը, որ պիտի հետեւություն անեն։ Այո։ Շնորհակալություն, պարոն Միրանյան, մենք կապի մեջ կլինենք, շնորհակալ եմ։ Էլի ինչպես ասում են, փրկությունը խեղդվողների համար փրկությունը իրենց ձեռքում է առաջի հերթին եւ ասում են Աստված օգնում է նրան, որ ինքը պատրաստ է իրեն օգնել։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Միրանյան, կապի մեջ կլինենք, շնորհակալություն, որ արձագանքեցիք։ Շատ լավ, տեսություն։ Մենք խոսում էինք պրոֆեսոր մեր հայրենակից քաղաքագետ Անդրանիկ Միրանյանի հետ։ Շնորհակալություն։